Երբ առաջին երկրորդ օրը ընդ որում ուշադրություն դարձեք գլխատվեցին գիտեք որ ռազմական կառույցի ղեկավարները Իրանը 4 բանակ ունի որը ենթարկվում է մեկ անձին գերագույն հոգևոր առաջնորդի ոչ թե մեկ բանակ այդ բանակները իրարից տարանջատ են մեկը սովորական բանակն է որի գործառույթը երկրի տարածքային ամբողջականությունը եւ սահմանները պաշտպանելն է կա երկրորդ բանակ որը գաղափարականացված է կոչվում է պահապանների կորպուս ինքը իրականում բանակ է իր թվականակով սպառազինությամբ երրորդ բանակը որ կա ընդ որում կորպուսը գործում է եւ իր տարածքում եւ իր տարածքից դուրս կա հատուկ նշանակության ստորաբաժանում որը կորպուսի մեջ է արտերևույթ բայց կորպուսի ղեկավարությանը չի ենթարկվում իր ղեկավարը կոչվում է ալկուց որը թարգմանաբար նշանակում է Երուսաղեմ դրա ղեկավարը ենթարկվում է կրկին գերագույն հոգևոր առաջնորդի դեպ դրա ղեկավարներից մեկին Տրամպի առաջին կառավարման ժամանակ Սուլեյմանին սպանեցին ինքը ալկուցի հրամանատարն էր եւ կա 4-րդ բանակը դա Մահդի անունը կրող 400,000-անոց Իրաքում գտնող շիա մահմեդականների կիսազինված ռազմականացված կառույցն է 400,000 եւ այս 4 ստորաբաժանումները ենթարկվում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի թիրախը ոչ թե առաջին բանակի ղեկավար կազմին էր որից մի հոգի զոհվեց զինված ուժերի այդ դրա գլխավոր շտաբպետը այլ պահապանների կորպուս եւ արկուց դրանց հրամկազմը գլխատվեց որտեղ իրենք առավել մոտիվացված են քան բանակի սպայակազմը այսինքն նրանք գաղափարականացված էլիտան է համարվում հիմա երբ առաջին երկրորդ օրը այդ գլխատման փորձը բական հաջողվեց այդ թվում նաեւ բականին լուրջ հոբ համակարգեր շարքից հանեցին բալիստիկ հրթիռների արձակման կայաններ այո բայց Իրանի հատուկ ծառայությունները կարողացան իրենց վերագտնել ինչու քանի որ Իրանը ամենաարերևույթ ինքը ուրեմն կրոնապետություն է բայց ինքը ռազմականացված կրոնապետություն է ես ասեմ ձեզ ուրեմն մեկ քաղաքական եւ գիտական ղեկավար ուներ 3 տեղակալ հատուկ յուրաքանչյուրը գիտեր ղեկավարի չգոյության ժամանակ իր գործառույթը որն է որպես ապագա ղեկավար այսինքն մարդիկ մենք զինվորականներից ասում ենք հրամանատարաշտաբային զորավարժություններ որտեղ յուրաքանչյուրը արդեն սովորում էր եթե հրամանատարը չկա տեղակալը հրամանատարի գործողությունները կարող է կազմակերպել եւ կատարել որպես ապագա հրամանատար եւ ասեմ ձեզ որ զինված ստորաբաժանումների հրամկազմը ունեին 5 տեղակալներ այսինքն մի անձին ղեկավարի արագ փոխարինում էր 5 հոգի պատկացեք Իրանը ինչ է հաշվել որ եթե տեսականորեն հաշվել եթե այսինչ ստորաբաժան հրամանատարը սպանվում է ապա այդ անձին կա փոխարինող համար 1 2 3 4 Դե հայտարարեցին բայց դա այդպես էր իրական Այո ես վստահաբար եմ ասում այո այդպես է հիմա երրորդ օրը Իրանը վերագտավ իրան մնում էր երկու խնդիր կատարել Իսրայելը որը եւս չկարողացավ հարվածել բալիստիկ եւ հիպերձայնանալության հրթիռների պահոստներին որը գտնվում էր Իրանում լեռներում ապարաշ լեռներում 80-ից 120 մետր խորության վրա այն հրթիռները որը հետո ԱՄՆ հակաբունկերային հրթիռներ B2 ռմբակոծչով օգտագործեց առավելագույն 60 մետր է իջնում երրորդ խնդիրը Իսրայելի ցենտրիֆուգները որը սովորական ուրանից հարստացման եղանակով ստանում է ռազմական ուրան պլուտոնիում այդ պահոստները եւ այդ ցենտրիֆուգների աշխատանքը եւս գտնվում է 80-ից ավելի մեծ խորության վրա հետեւաբար այս երկու խնդիրը եւս չլուծվեց այսինքն 3 խնդիր որտեղ Իսրայելը դրել էր չկատարվեց այո մարդկային կորուստներ եղան շինություններ կորուստներ եղան հետազոտական կենտրոններ եղան վերգետնյա շինություններով այո բնակելի տներ այո ավերվեցին բայց այն խնդիրը որը Իսրայելի քաղաքական ղեկավարությունը դրել էր ցախալի առաջ չկատարեց իդեպ առավել արդյունավետ առաջին 2-3 օրը կատարել է Մոսադը դա ցախալը չի Մոսադը որը հատուկ ծառայություն է իր գործակալական ցանցն է այդ արդյունքները տվել Իրանին պատճառելով այդ կորուստները իսկ ցախալը ես մեկ օրինակ բերեմ անգամ Իսրայելի ինքնաթիռները Իրանի օդային տարածք չեն մտել անգամ չեն մտել հերվից են նույնիսկ առաջին երկրորդ օրը հարվածեցին Իրանի հոբ սարքերին հակաօդային պաշտպանության հասանելի տարածքից հարվածներ եղավ եւ հետո
իրանական հակա հրթիռային պաշտպանության միջոցները եւ հակաօդային պաշտպանության խոցեցին մի քանի ինքնաթիռ։ Դրանից հետո Իսրայելի ինքնաթիռները անգամ հոբ խոցելիության տիրույթ չմոտեցան, ել չեմ ասում Իրանի երկինք չմտան։ Ինչու, որտեվ Իրանում հերթապահում էին այդ ժամանակ Իրանի օդուժի ինքնաթիռները, այդ թվում Su-35-երը, ասեմ ձեզ, որոնք շատ ավելի վաղ էին տրվել Իրանին, քան այդ պայմանագիրը ստորագրել վավերացնելուց։ Այդ պայմանագրի անունն է Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Եվ այստեղից բարձ հետևություն, որ Իսրայելը եւս լուրջ կորուստներ ա ունեցել։ Իդեպ, այնպես չի քաղաքներ, Հայֆա քաղաքը, որը դառնալու էր կոմունիկացիոն եւ էներգետիկ հաբ, Հայֆա քաղաքը միջերկրական ծովի ափ գոյություն չունի։ Բոլոր այն օբյեկտները, նավթավերամշակման գործարանները թիրախային հարվածել են։ Ավելին ասեմ, Իրանը իդեպ չօգտագործել իր հիպերձանային արագության հրթիռներից մի քանի հատ օգտագործել։ Եվ վերջում, երբ ընդ որում Իսրայելի հրթիռները, որ ինքնաթիռների վրայից էին հարվածում, պատկերացնում եք ինքնաթիռը օդ է բարձրանում, իր վրայի հրթիռը բաց է թողում, հետո գնում է իջնում է։ Իսկ Իրանը հարվածում էր հրթիռային կայանքներից, իր մոտից հրթիռը գնում էր Իսրայելին հարվածում էր։ Հիմա այս իրողությունների պայմաններում, երբ Իսրայելի իսկապես հրթիռները համարյա վերջանալու վրա են եւ բունկերները չկարողացան հարվածել, իշխանափոխություն չեղավ։ Իդեպ ասեմ ձեզ, մոտ 3000 անձ, որոնք այդ ահաբեկչական խմբավորումներն էին, ոչ թե ահաբեկչական դիվերսիոն խմբերն էին, սպանվել են 10000-ից ավել մարդ ձերբակալվել է։ Իսկ մի ուրիշ հետաքրքիր փաստ, ազգությամբ գիտեք ովքեր են եղել հիմնականում այս դիվերսիաների կատարողները։ Եվ ասեն ադրբեջանցի։ Ոչ։ Ուրեմն երբ ԱՄՆ-ը որոշեց, որ Աֆղանստանից դուրս է գալիս, ԱՄՆ-ի ծառայ վարչակազմ կար եւ թալիբները, երբ որ իշխանություն վերցրեցին, թալիբները հիմնականում գերտ ճնշող մեծամասնությամբ ազգության փուշտումներ են։ Փուշտում կա եւ բնակվում Պակիստանում եւ Իրանում։ Ուրեմն թալիբները իշխանություն վերցնելուց հետո այն փուշտումները հիմնականում, որոնք հասկանում են, որ իրենց նկատմամբ Թալիբան շարժումը ուղղակի առանց դատավճռի կամ դատավճռով մահապատիժը սահմանելու, իրենք փախան Իրան։ Իրանը իր դռները բացեց իդեպ 3.5 միլիոն Աֆղանստանից փախստական կար։ Ուրեմն այդ դիվերսիոն խմբերի մասնակիցների մոտ 80%-ը եղել են Աֆղանստանից եկած փախստականները։ Հիմա ես զուգահեռեմ այն ինչ որ Ռուսաստանում է կատարվում, ինչու է կատարվում։ 20%-ը կամ 15%-ը, գիտեք ովքեր են ազգությամբ եղել, որոնք Իրանում են, ապրել են, աշխատել են, հնդիկները։ Հիմա ելնելով այս իրողությունից Իրանի ղեկավարությունը եւ գերագույն հոգեոր առաջնորդը հայտարարեց, որ իրենք պատերազմում հաղթել են եւ դա իրականություն է։ Ավելին ասեմ, արևելքի երկրներում ոչ միայն պատերազմների ժամանակ, այլև զուտ կենցաղում կա այսպեսի չգրված օրենք։ Եթե երկու հոգի վիճում են, ծես կրտուկ հա լինում, հետո արդեն հասկանում են, որ հաշտություն տի կնքել։ Հոգեբանորեն գիտեք ինչ են անում։ Վերջինը խոսքը ասում այն, ով իրեն ցույց է տալիս, որ ուժեղ է։ Վերջին խոսքը ասում է իմ մոտ դիլն է։ Այդպեսի մեր մոտ էլի դեպ, մենք էլ ենք արևելքի ժողովուրդ։ Մեր վեճերի դեպքում էլ վերջին ասում է չէ իմ ասած դիլնի։ Վերջին խոսքը, թեև արդեն հաշտություն է, կռիվը բրծել է, բայց ասում է վերջինը ես ասեմ։ Եվ Հիմա ասեմ, ուրեմն երբ ԱՄՆ-ի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ միջուկային պատերազմը կասեցվեց, իսկ վտանգը կար, որ Իսրայելը միջուկային զենքով կարող է խփի, երբ կասեցվեց ժամը լրացավ, այդ ժամից հետո, լրացած ժամից հետո Իրանից մի հրթիռ է թռչում դեպի Իսրայել։ Բայց թիրախային ինքը չի գնում ինչ որ շինության վրա, բայց հրթիռը գնում է եւ պայթում է միտեղ։ Իդեպ ասեմ, որը Իսրայելի ղեկավարությունը մտածում է, որ Իրանը խախտել է, ֆիքսում այդ փաստը, որը իհարկե ապացուցողական հիմքեր կա, որ այդ ժամից հետո հակաթային պաշտպանության սարքերը այդ ասենք իկոնները, հա, կոչվում է ինդիկատոր կругового обзора, որը ֆիքսում է թռչող հրթիռը որտեղից որ ժամին է թռչել։ Եվ Իրանը օդուժ է բարձրացնում, որպեսզի հերթական անգամ ինքնաթիռների վրայից հրթիռակոծի Իրանի տարածքը։ Եվ գիտեք ինչա տեղի ունեն դրանից հետո։ Տրամպը
հերրակակարգով կանգնեցրեց։ ձգում է Բենյամին Նետանյահու երկու ականջները։ Ասում է շուտ ինքնաթիռներ իջացնում ես ներքև, վերջ։ Հիմա այս ինչի համար եմ ասում, անգամ Իրանը այս զուտ հոգեբանական քայլն էլ անում, ասում է վերջին հարված իմ կողմից դին, այդ իմ հրթիռը բաց թողած։ Հիմա ելնելով այս իրողությունից ինչա կատարում Ռուսաստանում։ Նախ մեր տարածաշրջանում Իրանը իր կորուստները ինքը կվերականգնի։ Դա ժամանակի խնդիր է, Իրանում էլ գումար կա, որտեղ նավթ կա եւ գնորդ կա։ Ես մեզ դասողներին ասեմ, որ ԱՄՆ-ի ծրագիրը նաեւ եթե Իրանում իշխանապողություն է լինում, ապա այս իշխանապողությունը ոչ թե նպատակ է, այլ գործիք Չինաստանի տնտեսությանը հարվածելու համար, ինչու, որտեղ Չինաստանը Իրանի հետ կնքել է 25 տարվա կտրվածքով 400 միլիարդ դոլարի նավթի վաճառք։ Իսկ Պարսից ծոցի արաբական երկրները եւս պիտի վաճառեին եւ վաճառում են Չինաստանին։ Պատկերացեք, եթե Իրանում լինում է իշխանապողություն, այսինքն Իսրայելը հաղթում է ԱՄՆ-ի հետ միասին, չեք կարծում, որ Պարսից ծոցի երկրները, որ համագործակցություն են իրականացնում նավթի վաճառքը Չինաստանի հետ, միանգամից հետ քայլ են անում, որտեղ ԱՄՆ նախագահը ասում էր, «Վեշ նավթ չեք վաճառում», բայց Չինաստանի տնտեսության ինչպես հարվածել։ Ուրեմն Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրության 80%-ը նավթն է։ Այսինքն նավթ չէր գնում, հոսանք չկա, տնտեսություն չկա։ ԱՄՆ-ը լուծեց խնդիրը Չինաստանի։ Այսինքն Իրանի դեպքերը ԱՄՆ-ի համար գործիք էր, ոչ թե նպատակ։ Հիմա հաշվի առնելով այս իրողությունը, այո, Իրանը կվերականգնի իր կորցրածները, կորուստները եւ այլն, բայց տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն է փոխվում։ Եվ դրա լավագույն ապացույցը Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մեր մոտ տված ասուլիսներ, որտեղ ուղղակիորեն ասվեց Ադրբեջանի մասնակցության մասին, Ադրբեջանը երկու դրվագով է մասնակցել Իրանի դեմ։ Առաջին դրվագ Ադրբեջանի տարածքից թռչել են, հենց կոնկրետ տարածքից, ազատագրված մեր տարածքներից անօթաչու թռչող սարքեր, որոնք թիրախային հարվածներ են հասել Իրանին։ Եվ երկրորդ Կասպից ծովի վրա Ադրբեջանը իր օդային տարածքն է տրամադրել Իսրայելի օդուժին։ Կռվի առաջին օրը Իրանը հայտարարեց բոլոր այն երկրները, որոնք իրենց օդային տարածքը կտրամադրեն Իսրայելի օդուժին, իրանց համար կդիտվեն որպես թիրախ հարվածելու։ Իդեպ այդ հայտարարությունից հետո առաջինը Կատարը հայտարարեց, ասաց ես իմ օդային տարածքը փակում եմ, ոչ մի իսրայելական ինքնաթիռ իմ տարածք չի մտնի։ Հիմա այս երկու փաստը Իրանի ծառայությունները ունեն վստահաբար ապացուցողական բազայով։ Եվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի այն խոսույթը, ըստ որի մեղադրական շեշտադրումները, որ Ադրբեջանը Իսրայելի կողմից մասնակցել է իր դեմ սանձազերծած ագրեսիային, իսկ ակնհայտ է, չէ՞ որ Իսրայելն առաջինը սանձազերծ եւ ագրեսոր համարվում։ Սա հոգեխանգարումքի մեջ գցեց ում ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի նախագահ Կոչուցյանին։ Ես այս տաղավարից բավականին վաղուց առաջ ասել եմ, եթե Իրանի դեմ կռիվ լինի, Ադրբեջանը մասնակից լինելու չի կարող չլինի։ Եվ Ադրբեջանի մասնատման մասին հիշում եք Անժելա, ես ասել եմ, եթե անկարծ Ադրբեջանը սխալվեց եւ Իրանի դեմ պատերազմի մեջ մտավ, եւ Իրանը այդ պատերազմում հաղթեց, ապա Ադրբեջանի չգոյության խնդիրն է դնում։ Այ հիմա ուշադրություն դարձեք ինչա կատարվում։ Որից հետո դեսպանի այդ խոսույթից հետո տեղի ունենում հերախոսազրույց Իրանի եւ Ադրբեջանի նախագահների Ալիևի նախաձեռնությամբ, որտեղ վերջինս արդարացման շեշտադրումներով Իրանի նախագահին ասում է, որ իր երկիրը չի օգտագործվել Իրանի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողություններին, երկինքը տալով եւ անօթաչուներով, եւ երկրորդ իրենք բարեկամական հարևան երկիր են եւ եղբայր են ազգակից։ Այս անգամ պարզեց Ալիևը ինքը իրեն ազերի է ճանաչում, մինչև թուրք է ճանաչում, հիմա ազերի ասում է դուք մեր եղբայրներն եք։ Իհարկե այս խոսակցությունը որևիցե արժեք չունի Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության համար, Իրանը հրաշալի գիտի, որ Ադրբեջանը որպես գործիք օգտագործվել է, ավելին ասեմ, ցույցեր ա եղել այդ բախումների օրերին եւ ամենամեծ ցույցերը կազմակերպել են ազերիներով բնակեցված տարածքներում եւ Իրանը հրաշալի դա գիտի։ Եվ այդտեղ